Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ողջունում ենք ձեզ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Սիրելի բարեկամներ, այսօր լրանում է հայ ժողովրդի հանճարեղ զավակ, հանճարեղ երգիչ, երգահան, բարերար Շարլ Անձնավուրի ծննդյան տարեդարձը, նա երազում էր լուսավոր ապագայի մասին, լուսավոր Հայաստանի մասին, նա երազում էր հայ ժողովրդին տեսնել աշխարհի բոլոր մյուս արժանապատիվ ժողովուրդների շարքում իբրև արժանապատվության եւ առաջադիմության դրոշակակիր։ Խոնարհվենք մեր մեծ հայորդու անմար հիշատակի առջև եւ նրա լուսեղեն հիշատակը մեր մեջ վառ պահելով փորձենք նայել ապագային։ Այսօր մեր զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Պարոն Աղազարյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ժամանակ եք գտել եւ ընդունել եք։ Շնորհակալ եմ։ Պարոն Աղազարյան, իմպիչմենտի հետ կապված շատ հակասական մոտեցումներ կան կարծես այսօր կարծես թե շատ բան ջրի երես է դուրս գալիս։ Եվ առաջ այսպես մի հռետորական հարց. Ինչով կարող է Մարուքյանը Էդմոն Մարուքյանը ավելի ռեալ այլընտրանք լինել Նիկոլ Փաշինյանին այսօր։ Ինչ կարծիք եք։ Նախ պարոն Մարուքյանը իր կրթվածության աստիճանով, պատրաստվածության աստիճանով, քաղաքական հանցալ ունենալու փորձը հաշվի առնելով լիովին, ասենք, համապատասխանում է այն չափորոշիչներին մոտավորապես, որ կարող է ստանալ այդպիսի բարձր պատասխանատվության պաշտոն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բայց այդուհանդերձ այդ քննությունը պարոն Մարուքյանը պետք է բռներ 26 թվականին։ Հիմա լրիվ ուրիշ քաղաքական, լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը այն մասին է, որ ասենք իմպիչմենտի հարցը առաջացել, որովհետև կա անհանգստություն, որ առաջիկայում մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին Նիկոլ Փաշինյանը, որը վերահսկվել է ստեյության ավտորիտար ղեկավարի, կարող է թույլ տալ սխալներ, որը կարող է ճակատագրական լինել մեր պետության համար։ Եվ հետևաբար իմպիչմենտի նպատակը այն է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից եւ իշխանության գա Էդմոն 1 տարով։ Իշխանության գա Էդմոն Մարուքյանը։ Այսինքն ժողովրդի կողմից ձևավորված իշխանությունը նշանակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հիմա այդ իշխանությունը գտնում է, որ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել, ասենք, շեղումներ հեղափոխական արժեքներից, ծրագրային դրույթներից եւ ուզում է իր աշխատողին փոխի։ Եվ այդ իշխանությունը Հակոբ Ասլանյան եւ Հովիկ Աղազարյանն կներեք էլի, ասեք, որ այդպես եմ ասում, ես ուզում եմ ճիշտ հասկացնեմ, ինչ իմաստով է այդ իշխանությունը Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը, որովհետեւ Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը լինելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ չեն շեղվել հեղափոխական արժեքներից, մնացածը բոլորը հավաքական վարչապետի գլխավորությամբ շեղվել են հեղափոխական արժեքներից։ Շատ օրինակներ չբերեմ, մի օրինակ ընդամենը։ Պարոն Խաչատուր Սուքիասյանի գոյությունը այդ թիմում եւ որպես պատգամավոր։ Պարոն Սուքիասյանը այսօր դասական օլիգարխիայի ներկայացուցիչ է։ Եթե գիրք գրեն օլիգարխիայի մասին, պետք է բերեն այդ օրինակը։ Հետևաբար սա մեր հեղափոխական սկզբունքների կարևորագույն դրույթներից էր, որ բանը բիզնեսը պետք է տարանջատվի իշխանություններից։ Վերջ, խախտվել է։ Եվ մենք փոխում ենք, ուզում ենք փոխենք մեր նշանակած պաշտոնյային։ Ուզում ենք Էդմոն Մարուքյանին մենք նշանակենք այդ պաշտոնում, եւ Էդմոն Մարուքյանին այդ պաշտոնում նշանակելու դեպքում ինչ տեղի կունենա։ Նախ ես մեկ անգամ եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ասլանյանին եւ իմ անունից, որ Էդմոն Մարուքյանը համաձայնվեց մեր առաջարկությանը։ Ինչ տեղի կունենա, եթե Էդմոն Մարուքյանը դառնա վարչապետ մինչեւ 26 թվականը։ Ուրեմն 1 տարի ժամանակ կմնա մոտավորապես, այդ 1 տարվա ընթացքում, երբ որ մենք ասում ենք, թե վարչապետը իրեն սպառել է քաղաքականապես, ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, մեր դիմադիր մեր քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեր գործընկերները կարող են ասել, որ ոչ, պարոն Աղազարյան, դուք սխալվում եք, ոչ թե ինքը սպառվել է, այլ հոգնել է։ Դե որ հոգնել է, թող գնա 6 ամիս հանգստանա, 6 ամիս հետո ներկայանա ժողովրդին, արդեն նախընտրական ծրագրով ներկայանա ժողովրդին եւ տեսլականը ներկայացնի մեր երկրի առաջ տարածած խնդիրների լուծման իմաստով։ Զինանշան,
խաղաղության պայմանագիր, փախստականների վերադարձ եւ այլն չթվարկեն բոլորը։ Ընդդիմադիր մեր գործընկերները ինչ էին ուզում 4 տարի պայքարում էին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռացնեն իշխանությունից, 1 տարով վարչապետ նշանակեն եւ անցկացնեն արդար մաքուր թափանցիկ ընտրություններ։ Խնդրեմ իրենց համար էլ այդ վիճակը ստեղծվում։ 1 տարով փաստորեն վարչապետ է լինում Էդմոն Մարուկյանը, ընդդիմադիր գործընկերները ներկայանում 26 թվականի ընտրություններից առաջ խնդիրների լուծման իրենց տեսլականով եւ քանի որ Էդմոն Մարուկյանը 1 տարվա ընթացքում չի հասցնի ուզուրպացնել իշխանությունը ցանկության դեպքում նույնիսկ քաղաքացիական պայմանագիր, ընդդիմադիր գործընկերներ խորհրդարանում արդյունքում մենք ունենանք մեր պատմության մեջ ամենաթափանցիկ, ամենալիգիտիմ խորհրդարանական ընտրությունները եւ ժողովուրդը կձևավորի իշխանություն, որն է գլուծի իր առաջ տարածած խնդիրները։ Չնայած հարցի ձեր ասացից բան ծնվեց, որ ասեցիք Նիկոլ Փաշինյանը չի հասցնի ուզուրպացնել, բայց Էդմոն Մարուկյանը ներողություն, ես ուզեցի այդ հարցը Նիկոլ Փաշինյանին վերցնեմ, ասենք եթե Նիկոլ Փաշինյանը ասենք ուզուրպացրեց օրինակի համար իշխանությունը, դուք այդ տարբերակը չեք բացառում, ասինքն շարունակեց կամ ուզուրպա, եթե գտնում եք, որ ձեր կարծիքն է ուզուրպացնում է իշխանությունը, արդեն դուք Նիկոլ Փաշինյանին անվանեցիք ավտորիտար։ Իհարկե, ավտորիտար։ Եթե երկրի ղեկավարը Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ասում է դիմում գրի գնատուն, դա պատգամավորների ջանդամը, պատգամավորները կուսակցական իերարխիայի իմաստով, որպես ինքը կուսակցության ղեկավար, էլ ինչ որտեղ իրավունք ունի, ինչ որտեղ։ Բայց Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին ինչ իրավունք չունի բան ասի։ Լավ, խորհրդարանական ընդդիմությունը չմիացավ ձեզ։ Վերջնականապես համարենք, այսպես ասած, կնիքը դնենք տակը, որ խորհրդարանական ընդդիմությունը չմիացավ ձեզ, այսպես ասած, դեմարշ արեց ձեր նախաձեռնությանը, թե ես այդպես չեմ համարում, որովհետև այս process-ը բաց է եւ կարող է պատահի վաղը չմիսուրը այնպես իրավիճակ ստեղծվի, որ խորհրդարանական ընդդիմությունը գտնի բոլոր դեպքերում ավելի լավ է, որ միանան մեր առաջարկությանը եւ այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից էլ կգտնեն գործընկերներ, որ կմիանան մեր առաջարկությանը եւ մենք բան կանենք, այդ խնդիրը գլուծենք, ասենք գործընթացը բաց է եւ ավարտված չէ։ Հա, process-ի մեջ եք, այսինքն ես այդպես հասկացա, այսինքն բանակցային խորհրդակցական process-ը շարունակվում է։ Այդպես ավելի բարձ լինի։ Բոլոր դեպքերում այսպես փորձեմ հակադարձող բևերներից ձեզ հարցեր ուղղեն, շատերն ասում են այ դուք ձեր նորաստեղծ կուսակցությունը, այ մինչև 2024-ի, բայց ուր եք։ Նիկոլ Փաշինյանը երկիրը քանդում էր, Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականությունը քանդում էր, Հայաստանին փորձանքի հետևից էր բերում Հայաստանի գլխին, պատերազմներ, էլ չեմ ասում, 44 օրյա պատերազմից հետո բազմաթիվ, եթե չասենք պատերազմներ, ապա ասենք ռազմական սրացումներ, որոնք դժբախտաբար մեր օգտին չհանգուցալուծվեցին։ Դուք այդ ժամանակ չէիք ըմբոստանում Նիկոլ Փաշինյանին եւ հանկարծ եկավ 2024 թվականի հայտնի միջադեպը Ձեր ու Քյարամյանի հետ կապված, հա, եւ այդ ժամանակ բան եղեցին, մինչեւ այդ Նիկոլ Փաշինյանը այդքան լավն էր, թե հետո միանգամից թե չգիտեիք, որ Նիկոլ Փաշինյանը այդ աստիճան վատն է, նոր 2024 թվականին դրա մասին իմացաք, պարոն Աղազյան, անկեղծանք։ Ես այսօր ասենք գիրքը, որ ես գրում եմ, վերջին մասին եմ հասել եւ դիտավորյալ մի էպիզոդում նշեցի, թե այսօր ամսի քանիսն է եւ ես այդ մասը որ գրում եմ, ամսի քանիսին եմ գրում։ Եվ այնտեղ ծավալուն ձևով պատասխանում եմ ձեր հարցին։ Բայց հիմա ասենք նաեւ հարգելով մեր ուղղություններին, մեր դիտողներին, էլի անդրադառնամ այդ հարցի պատասխանին։ Սիրով։ Ուրեմն մենք պարոն Ասլանյանի հետ միասին բանը հենց այն է, որ մենք հենց պայքարել ենք։ Բայց պայքարել ենք թիմի ներսում։ Մենք այդ պայքարի արդյունքում շատ բաների հասել ենք, շատ բաների չենք հասել։ Կարող է պատահի, երբ դու պայքարում ես, երբ տեսակետ ես ներկայացնում, դու չպիտի այն դիրքորոշում ունենաս, որ քո տեսակետը անպայման ամենաճիշտն է։ Մենք մտածել ենք, որ որոշ դեպքերում կարող է մենք ենք սխալվել, բայց երբ որ արդեն վիճակը հասավ, ասենք մի մակարդակի, որ արդեն բանը Եվրոմիություն դիմելու հարց առաջացավ իմ համար եմ ասում, ես այդ արդեն ոչ թե պարոն Ասլանյանի, իմ համար դա բանը անընդունելի տարբերակ է, եւ այդ Եվրոքվեի դեպքերը տեղի ունեցան, էլի ուրիշ բաներ են տեղի ունեցել, եւ ես երբ որ իմ անակցությունը արդեն խմբակցությունը մի քանի անգամ բարձրացրեցի հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման կոնտեքստում փախստականների վերադարձի հետ կապված ասենք ինչ դիրքորոշում ունի մեր կառավարությունը եւ այլ, այստեղ մեր հակադրությունները սրվեց։ Ես չեմ
շատ կարևորում բնականաբար, բայց այդուհանդերձ մեր հակադրությունները սրվեց եւ ես կարծում եմ, որ մոտավորապես սրանք են պատճառները, իսկ պարոն Քարամյանի հետ մեր տհաճ միջադեպը ընդհանրապես առիթ էր վարչապետի կողմից այդ դիրքորոշումը ընդունելու։ Ի պատասխան ձեր հարցի, ես ասում եմ հետևյալը, որ մենք պայքարել ենք, երբ որ եղել ենք թիմում եւ արտահայտվել ենք այնտեղ մեր տեսակետները արտահայտել ենք։ Մենք չենք կարող լինել թիմում եւ բացահայտ թիմի դեմ խոսել բնականաբար։ Հիմա մեր ունենք այս կարգավիճակը մեզ հրացրել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, պարոն Ասլանյանն էլ հայտնի պատճառներով ինձ աջակցելու համար նաեւ ոչ թե ինձ աջակցելու համար, այլ ճշմարտությանը աջակցելու համար նաև ոչ թե միայն որպես ընկերոջ աջակցելու, այլ ինքը գտա որ իմ հանդեպ անարդար է վերաբերվել եւ մենք հայտնվել ենք այս իրավիճակում եւ մենք մտածում ենք թե մենք ասելիք ունենք, բան ունենք ասելու, կարանք օգտակար ունենք պետությանը, կառավարությանը, որոշ դեպքերում մեր քննադատական խոսքով եւ հետեւաբար ունենք այն դիրքորոշումը, որ այսօր ունենք։ Փորձենք մարդաբանական, այսպես հետ առաջ գնալով արտաքին քաղաքականությանը կփորձենք մի թեթև նորից անդրադառնալ։ Որպես նախկինում ՔՊ անդամ, դուք հավատում եք ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, գոնե որոշ չափով։ Հավատում եք, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իմպիչմենտի ենթարկել, թե նրա դիրքերը դեռ շատ ուժեղ են այստեղ, մի տեսակ շատ բարդ է Նիկոլ Փաշինյան երևույթին իմպիչմենտի ենթարկել։ Մանավանդ վերջի շրջանում դե տեսնում եք Նիկոլ Փաշինյանի դրսևորումները։ Դե գիտեք, քաղաքականության պատմության մեջ, ասենք, ինչքան որ ես համենայնպես ծանոթ եմ, իմպիչմենտ հայտարարումը այն ուժը, որը տվյալ պահին մեծամասնություն է։ Այսինքն իշխանություն է ինչ-որ իմաստով։ Այսինքն քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կարա իմպիչմենտ հայտարարի վարչապետին տարբեր պատճառներով, ներքին պայմանավորվածությունների արդյունքում իրականում գտնելով որ վարչապետը արդեն չի տիրապետում իրավիճակին, այդ պատճառով, տարբեր պատճառներով։ Հիմա որքան էլ որ ասենք բանը արտառոց է հնչում, ես համարում եմ որ իշխանությունը ոչ թե մյուսներն են իմ նախկին գործընկերները, այլ պարոն Ասլանյանը եւ ես ենք իշխանությունը, որովհետեւ մենք չենք շեղվել ոչ հեղափոխական արժեքներից, արժեհամակարգից, ոչ էլ կառավարության կողմից ներկայացված մեր կողմից հաստատված ծրագրից չենք շեղվել եւ հետեւաբար մենք ուզում ենք փոխենք մեր նշանակած մարդուն։ Հիմա այդ իմաստով հնարավոր է թե հնարավոր չի, երբ որ ընդդիմադիր գործընկերները միանան մեր առաջարկության, այնտեղ մնում է 18 ստորագրություն։ Կարող է պատահի այնպես իրավիճակ լինի, որ դա ռեալ լինի։ Եվ ես ասենք հավանականությունը շատ բարձր չի համարում եւ չեմ համարել, բայց ես գտնում եմ որ հավանականություն կա եւ դա իրականությունից շատ կտրված, ասենք, քայլ չէ։ Մի տարի է մնացել ընտրություններին, պարոն Աղազարյան։ Հիմա արդյոք ճիշտ է այս պահին դնել իմպիչմենտի հարցը եւ ասենք չհաջողել։ Որտեղ կարծես թե այդպիսի դեռ շեշտակի ընթացք չկա այս իմպիչմենտի ընթացքը, չնայած հիմա շատ են խոսում տարբեր կողմերից, որ ժողովուրդը արդեն հոգնել է Նիկոլ Փաշինյանից, ժողովուրդը էլ չի ուզում, Նիկոլը էլ նախկին ռեյտինգը չունի եւ այլն եւ այլն։ Արդյոք ճիշտ է հիմա իմպիչմենտի հարցը դնել, թե մի քիչ էլ սպասել ընտրություններում միանգամից Նիկոլ Փաշինյանին հաղթել։ Ընտրությունները 20 թվականին։ Նույն եթե երաշխավորված լինենք, որ այն խնդիրները, որոնք ծառացել են մեր պետության առաջ, կսառեցեն մինչև այդ պահը, ապա կարող է այդպես էլ լինի։ Այո, եւ նաեւ կառավարությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, ասենք, ես ներողություն եմ խնդրում, հանկարծ որևէ մեկի մտքով չխասի, որ ինձ համանա հավասար եմ դնում Նիկոլ Փաշինյանի հետ, ինձ բանում մեծարում եմ եւ այլ, չէ, բոլորովին։ Չէ, մեծարում։ Նիկոլ Փաշինյանը վստահ գիտի իմ անհանգստությունների մասին, որտեղ իմ անհանգիստ եւ հիմա մեկ որ նախաձեռնությունը մեր կա եւ բաց է նախաձեռնությունը, ուրեմն պետք է ինքը իմանա, որ ցանկացած պահի կարող է նախաձեռնությունը միս ու արուն ստանա եւ հետեւաբար ինքը իր որոշումները ընդունելու մեջ պետք է 1 րոպե ավել մտածի նոր որոշումներ կայացնի։ Եվ նաեւ մենք այս բանը նախաձեռնությամբ մի ուրիշ խնդիրներ ենք լուծում, որ ջարդենք են քաղաքական մոնոպոլիան, որ պատկերացնում են Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որ անպայման պետք է այսպես կոչված Նիկոլին հեռացնեն եւ իշխանությունը անպայման պետք է լինի իրանց։ Մի քիչ դե գնանք ընտրությունների հաջորդ հարցին եկաք, sense կարծես այ Ռոբերտ Քոչարյանի թեման կարծես թե գիտեիք, որ ես հարցն եմ ձեզ տալու։ Այ դուք 18 թվականին այստեղ էլ շատ շերտեր կան խոսելու։ Երևի մի ոդքասթը չի բավականացնի, որովհետեւ ասենք դուք ասում եք հեղափոխական սկզբունքներից, նրանք էլ ասում են ինչ հեղափոխական սկզբունքներ, իրականում ոչ մի հեղափոխություն
ընդդիմություններ տեղի չի ունեցել իշխանափոխություն է տեղի ունեցել եւ դրսի ուժերի թելադրանքով անգամ արևմտական թուրք-ադրբեջանական այսպես ուժերի հետքն են անգամ փորձում տեսնել չէ այսպես հայտնի ուժերը նաեւ տիտղոսավոր ընդդիմություն եւ այլն խորհրդարանական ընդդիմություն եւ նաեւ ասում են նաեւ ձեր նախկին թիմակիցները ձեզ որ դուք այս գործընթացները անելով արդյոք չեք գեներացնի որ նորից Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին վերադարձնեք իշխանության գլուխ բավոր հանկած նրանք եկան իշխանության գլուխ վերջի բանը լավ չհասկացա այսինքն դուք 2018 թվականի հեղափոխության ակունքներում եք կանգնած եղել լավ հիմա ըստ էության նրանք ձեզ մեղադրում են ձեր նախկին թիմակիցները հակահեղափոխություն իրականացնելու մեջ այսինքն հետքայլ իրականացնել այն ժամանակ քայլեր հիմա հետքայլ եւ դրանից կարող է օգտվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ միանգամից Իրանան իշխանությանը ինչ կարծիք այսօր ուրեմն ստեղծված է քաղաքական հավասարակշռության վիճակ հավասարակշռության մի ծայրում քաղաքացիական պայմանագիրն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հավասարակշռության մյուս ծայրում Ռոբերտ Քոչարյան Սերժ Սարգսյան առանցքն է եւ մեկի գոյությունը պայմանավորված է մյուսի գոյությամբ այսինքն Նիկոլ Փաշինյանին հետաքրքիր է որպեսզի այդ բոբոյի կերպարը պահպանի Եվ ժողովրդի ներկայանը հալամատերես անգամ կներկայանա կասի բոբոյի կողքի մատը բոբոյա ծալել Լևոն Քոչարյան եւ այս անգամ ժողովրդին ինձ հնարավորություն տու որ ես պայքարեմ արդեն Եղրագլխանի բանի դեմ Սերժ Սարգսյան հրեշի դեմ Սերժ Սարգսյան Ռոբերտ Քոչարյան Լևոն Քոչարյան ժողովրդին ասի բանանի այդ բանի մեջ ընկնի եւ ձայն տա Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանը բանել ասենք իրենց Ներեգություն եմ քննում բոլոր դեպքերում Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ ընդունեց ինչ որ իմաստով իրենց եւ իրենց շրջապատի թալանը պահելու համար այնպես վիճակ են ստեղծում որ Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության որովհետեւ 7 տարիները ցույց տվեց որ այդ պայքարը իր արդյունքները չտվեց հետեւաբար մենք այդ քաղաքական հավասարակշռությունը պետք է խախտենք եւ ինչքան հնարավորություն ունենք աշխատենք ընդդիմադիր այն դաշտում, որը դուրս է Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքից եւ Նիկոլ Փաշինյան, Արամ Սարգսյան պայմանական ասենք առանցքից եւ այդ ընդդիմադիր դաշտի մեջ կոնսոլիդացիոն աշխատանքներ կատարելով գնանք դեպի 26 թվականի ընտրություններ, եթե չհաջողվի իմպիչմենտը։ Ինձ ընթացքում մի հարց մենք անընդհատ ասում ենք պարոն Ասլանյանն հետ, որ մենք երբեք չենք միանալու Հայաստան դաշինքի եւ Պատիվունեմ դաշինքի որևէ նախաձեռնության։ Այստեղ դարձել հարց առաջանում, բայց մինչև այդ մի հատ ինձ հարց ուղեցին ընթացքում, որ ուզում եմ ձեզ տալ։ Նորմալ է համարում ազգային ժողովում այդ հայհոյանքների մտ օրինակ իմ անձնապես իմ արդեն թույլ եմ տալիս մի քիչ իմ չեզոքությունը մի կողմ դնելով, ասում որ ես դա համարում եմ խայտարակություն այդ ազգային ժողովը։ Բայց չգիտեմ մեղավորներ, չմեղավորներ ես չեմ այսպես որոնելու, որովհետեւ մեկ-մեկ տեսնում եմ ազգային ժողովը մեկ-մեկ սկսում է էփել, անգամ ծեծ կրտուկներ եւ այլն եւ այլն։ Նորմալ է դա համարում։ Դե ինչ վերաբերում է կրտուկներին, դա աշխարհի բոլոր գրեթե բոլորագան ժողովներին բանեն, ասենք, դինում է դեպքեր, դա սարսափելի որևէ բան չկա, ասենք իհարկե։ Այ հայհոյանքների պահը, այստեղ արդեն ուրիշ խնդիր է, բոլորովին ուրիշ խնդիր է։ Մենք մտնում ենք նախընտրական շրջան եւ հետեւաբար ակնհայտ է, որ Փաշինյանը էական փոփոխություն է մտցնելու իր քաղաքական թիմի մեջ Եվ հետևաբար քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները փորձում են արևի տակ իրենց տեղ ունենալու համար ցույց տալ, որ իրենք Նիկոլ Փաշինյանից ավելի ուժեղ Նիկոլ Փաշինյանն են։ Եվ պայմանական ասած ես սանդղակ եմ բանաձև եմ ստեղծել, որտեղ ինչ-որ ինֆորմացիաներ եմ տեղադրում եւ այդ բանաձևով արդյունք եմ ստանում։ Օրինակի համար Վահագն Ալեքսանյանը 1.7 այս պահի դրությամբ 1.7 Նիկոլ է։ Նիկոլը ինքը հավասար է 1 Նիկոլի։ Վահագն Ալեքսանյանը 1.7 Նիկոլի, Արսեն Թուրեշյանը 2 Նիկոլա, մրցում է Ալեն Սիմոնյանի հետ, աջապրել, մրցում է Ալեն Սիմոնյանը 2.7 Նիկոլա։ Հիմա դա եւ այդտեղ արդեն նաև գաս այդ հայհոյանքների պահը, անդուր այդ իրավիճակները, այդ մրցավազքն է գալիս, դատապարտում եմ, իհարկե դատապարտում եմ, ինչի մասնախոսքը։ Բայց պարոն Աղազյան, մի բան ասացիք, որ չեմ կարողանում։ Այսինքն հիմա տեսեք, դուք ասում եք Ռոբերտ Քոչարյանական, Սերժ Սարգսյանական ընդդիմադիր խորհրդարանական թևը լրացնում է ըստ էության իրար հետ են համագործակ, իրար հավասարակշռում են ու ելի եմ կարծիքներ լսել, որ ասում են, որ իրար լրացնում են եւ երբեք էլ այս տիտղոսավոր ընդդիմությունը չի ուզում, որ իրականում Նիկոլը հեռանա,
որովհետև նրանց Նիկոլի հեռացումը պայմանավորված է նաև իրանց գոյությամբ, չհեռացումը։ Բա հիմա եթե դուք փաստորեն նրանց հանդեպ, այսպես ասած, ժխտողական կեցվածք ունեք, ո՞նց եք կարողանալու նրանց բերել impeachment-ի դաշտ, որ նրանք ձեզ օգնեն, որ impeachment-ը իրականանա։ Ուրեմն փաստորեն նրանք ձեզ չեն աջակցելու։ Բայց մեկինդ օգնում եք, չէ՞, երբ որ Նիկոլ Փաշինյանին հեռացնում եք իշխանությունից, վարչապետը դառնում 1 տարով Էդմոն Մարուկյանը, 1 տարվա ընթացքում, ինչպես ես ասացի մի քիչ առաջ, Էդմոն Մարուկյանը չի հասցնի ուզուրպացնել իշխանությունը, եւ մենք հնարավորություն կունենանք 26 թվականին գնալ արդար թափանցիկ լեգիտիմ ընտրությունների։ Խնդրեմ, բա ես ինչու պիտի վստահ լինեմ, որ ես քննադատաբար եմ մոտենում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքին, բայց միգուցե ես սխալվում եմ, թող ժողովուրդը որոշի։ Այդ արդար ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյան առանցքը կհասնի հաջողության, թող հասնի, ինչ կարամ ասեմ, ժողովուրդն է ընտրողը։ Իրանք ինչի չեն ուզում որ այդպես լինի։ Իրանք ասում են Նիկոլին չենք ուզում փոխենք Նիկոլ երկրորդով։ Բանա, ուղղակի բարերի կույտ են բանանում, այո, բա ինչ եք ուզում, նավը գնում է, չէ՞։ Նավը գնում է։ Մենք գտնում ենք, որ քանի որ վարչապետը շեղվել է հեղափոխական արժեքներից, հետևաբար այդ հեղափոխության նավը թեքվել է Իրանի վրա։ Հեսա մի քիչ գնա կարող է խորտակվի։ Հիմա դուք բանը մենք ասում ենք արի հա Նիկոլ երկրորդով փոխարինենք, որ այդ նավը բերենք այս վիճակի, մի քիչ կայունացնենք վիճակը, շարունակենք մինչև հանգրվան հասնենք, նավահանգիստ հասնենք, այդ նավահանգիստում մեր ռազմիրատները կանենք։ Իսկ իրանք ասում են չէ, արեք նավը բերենք Էրժանի վիճակի, թեկենք հիմա Էրժանի վիճակ, Նիկոլ Փաշինյանից թեկենք Ռոբերտ Քոչարյան վիճակը։ Նավը կգնի ռեզոնանսի մեջ եւ կխորտակվի։ Եվ շատ տրամաբանական է, պարզ է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկը Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի տեխնատուին ձայն չի տա։ Իսկ Էդմոն Մարուկյանին կտան։ Այ դուք ասում եք բաներ, որ օրինակ տեսեք, այ արտաքին այդ քաղաքական վտանգների մասին միգուցե եթե հանրության հետ խոսեք, միգուցե եթե ընդունի հանրությունը, ես էլի ասեմ, չեզոքացան դիրքը, միգուցե այ ինչու չեք բանանում, օրինակ ես շատ երկար ժամանակ մի պարադոքսալ բան եմ տեսնում, այ ներքին քաղաքական, ներքին անարդարություն։ Հələ օրինակ մի բանով ես ձեզ կարող եմ անգամ x-ել անձամբ ասեմ, որ այդ գույքահարկի այդ թանկացումը, որ ժամանակին նաև դուք եք դրա կողմնակից եղել, օրինակի համար ժողովրդի համար սոցիալական ավելի լարված իրավիճակ է։ Այսօր գների թանկացումներ կան, այսօր տրանսպորտի թանկացումներ, շրջանառության հարկի, այսինքն համատարած թանկացում, սոցիալական բողոք կա։ Դուք ինչու չեք դառնում ձեր նաև քաղաքական ուժի, ես անգամ ձեզ պաս եմ տալիս։ Այդ սոցիալական բողոքի կրողը, այսինքն միգուցե ժողովուրդը դրանով կարողանաք փողոցը նաև դրանով գեներացնեք, օգնում եմ էլի ձեզ, որ կարողանաք հասնել այդ impeachment-ին։ Գույքահարկի հետ կապված ես գտնում եմ, որ մենք ճիշտ օրենք ենք ընդունել, բայց դա այդ մասին խոսալու բավականին չեմ խոսել այդ թեմայով, բավականին ժամանակ կպահանջի, եթե կլինի մյուս առիթը այդ թեմային կարանք հատուկ անդրադառնանք մյուս անգամ։ Ես հիմնավորումներ կբերեմ, լիքը հիմնավորումներ կբերեմ։ Շրջանառության հարկ եւ այլ նորից կողմնակից եմ ես այդ ամեն ինչին։ Տրանսպորտի թանկացմանը ես կողմնակից չեմ, ոչ թե կողմնակից չեմ թխիաթ հանգացել եւ պոպուլիստական բան եմ ասում, այլ սխալ տնտեսագիտական հաշվարկ է եւ այդ գործը տապալված է։ Տապալված է այդ գործը, տրանսպորտի թանկացման գործը, տրանսպորտի վիճակը Հայաստանում, Երևանում տապալված է։ Այն մոտեցումը, որ ունի Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանի մեր նախին թիմը, այդ տարբերակը եւ ես ասել եմ ժամանակին եմ ասել, որ այս մոտեցումը անթույլատրելի է։ 8 համարի ավտոբուսը, որից ես շատ օգտվել եմ, 100 դրամ աշխատում էր մասնավոր, եկամուտ էր ստանում, պետությանը հարկ էր տալիս։ 8 համարի ավտոբուս, օրինակ եմ ասում, 8 համարի ավտոբուսը աշխատում էր, 100 դրամով մարդկանց տեղափոխում էր եւ պետությանը հարկ էր տալիս։ Ճիշտ է, ման չէր, բայց շատ կոկիկ էր, մաքուր էր, միշտ էր եւ այլ։ Այսինքն 100 դրամով աշխատում էր եւ պետությանը հարկ էր տալիս։ Տերերը եկամուտ են ստանում, ճիշտ է։ Հիմա դու եկել ես քաղաքի բյուջեի վրա ծախս ես դնում այդ ամեն ինչը։ Ինչի համար։ Դու պիտի մասնավորի հետ աշխատել եւ այդ մրցակցության մեջ թող գնա գոյացում առաջանար։ Մասնավորի դիր ասա 8 համարի ավտոբուսի տեր ջանք չեմ ճանաչումով։ Քեզ երաշխավորում 10 տարի ես գից աշխատացնել ես, այս ավտոբուսներից բեր, վարկվես այս ավտոբուսներից բեր, փոխիտ ավտոբուսները պետք չի ման պետք չի։ Մանը չես կարա դու մանը Գերմանիայում է աշխատում որպես մանի յուղի ֆիլտրը կամ Պագրիշկան թե Բերլինում թե Երևանում նույն գինն է
Բերլինում տրանսպորտը գինը 2.5 եվրո է։ 2.5 եվրոն անում մոտավորապես 1200 դրամ։ 2.5 եվրո է։ Յուղի ֆիլտրի գինը եթե դե ֆիլտրն հանգարած բան չէ, որ հանգարած բան ասեմ, բայց օրինակն եմ ասում էլի։ Յուղի ֆիլտրի գինը թե Բերլինում, թե Երևանում մանին է, նույն գինն է։ Ստե տոմսը 150 դրամ է։ Անդե տոմսը 1200 դրամ է։ Ո՞նց ես դու դա իրականացնելու, դա սպասարկումը, ինչի հաշվին ես իրականացնելու։ Եվրոպայում ավտոբուսի շոֆերի աշխատավարձը 2.5-3000 եվրո է։ Ստե դու տալիս ես մոտ 1000 եվրոյի մոտ։ Էլի լավ է, փառքասու հագին շատ է։ Չի լինի։ Ճիշտ է, պետք չէ այդ ման ավտոբուսները։ Պետք է բերեք այնպես տիպի ավտոբուսները, որոնք ավելի էժան են, կոկիկ եւ մեր համար է շատ լավ էր, կամաց գնալ դեպի դրան։ Ձախողված է դա։ Այդ ձախողված է։ Գույք հայկին ես կողմ եմ, շրջանառության հայկի աստիճանաբար վերահսկանը կողմ եմ, ցավոք սրտի իշխանները ոչ պոպուլիստական բաներ եմ ասում։ Եթե լիներ տարբերակված մոտեցում։ Տեսակված չեմ։ Այսինքն քիչ եկամուտ ունեցողը չտար այդ չափի գուրքը, այդպեսի պրոգրեսիայով շեշտակի աճող, մարդը որ ստանում ասենք մի 100,000 դրամ աշխատավարձի եկամուտ ունի, ասենք ապրում է կենտրոնում, ասենք իր պապիկի, ստատիկի ժառանգած տունը։ Ինչի պետք է այդպեսի գույքար, այսինքն ամբողջ աշխատավարձը մի բան էլ ավելի մի վճարի գույքարկը։ Անպայման տունս ծախեմ ոնց որ Նիկոլ Չէ, մի ոչ ծախի, գույքարկը թող հավաքվի։ Երբ որ վաղը չեմիսորը Աստված չանի էլի 100 տարեկանում հեռանակ այս կյանքից չեն տա։ Կծախեն տունից բանը, փողը գրեսնեն, գույքարկը, նացա փողը կտան քուժարաններին։ Այդ տեսնում եք ավելի վատ բան է, ծախեն, բանանենք, բայց մարդը չի ուզում իր տունը, իր սրբությունը, իր պապերի ժառանգած տունը ծախի։ Մանուկ ջան, ձեր շենքում ես գիտեմ դուք որտեղ եք ապրում։ Ձեր շենքում քանի հոգի են մնացել հին բնակիչներից։ Քիչ են մնացել ցավոք սրտի։ Չէ, քանի հոգի, քանի տոկոս։ Քանի տոկոս։ 10%։ Հա, 10%։ Այդ մարդիկ, որ ձեր թանկանոց շենքում բնակարան են առել, ովքեր են առել։ Պոտենցիալ ներողություն։ Պոտենցիալ ենթադրյալ թալանչիները։ Բա հերիք չի չեն կարող թալանը հետ բերենք։ Բայց թողեք առոք փառոք ապրեն, առանց գույքարկ վճարելու։ Էլի վճարում Ձեր պատճառով մենք թալանչիներին բանանենք։ Էլի վճարում ենք գուրքայք, այսինքն քիչ ստացողը, քիչ։ Թող այն թալանչու գույքը թող հաշվարկեն նրա եկամուտները։ Մենք օրենք ընդունել ենք, ասենք Սիրիլիտ օրենքում գրած է Սիրիլիտ Տիգրան Ավինյան։ Երբ որ գույքարկը հաշվես, հատուկ կկանչես Մանուկ Ստեփանյանին եւ կասես որ պարոն Մանուկ Ստեփանյան դուք ազատվում եք գույքարկ վճարելուց մենք 10%-ի հնարավորություն տվերեք այդ ճիշտ է 10%-ի մասին է եղավ ուրեմն եթե տենսա շատ բայց այդ չեն անում այդ չեն անում եթե անենք 10%-ի հնարավորությունը ազգային ժողովը տվել է թող համայնքի ղեկավարությունը 10%-ի չափով գույքարկ չավակի այդ բանը բացեցիք ինձ համար հետաքրքիր բան բացեցիք այդ հետաքրքիր բան բաց իրողություն բացեցիք լավ հիմա ես դառնում եմ ԿՊ անդամ Պարոն Աղազարյան, ձեր նախկին կուսակցության եւ այսպես մի հակադարձող հարց եմ տալիս։ Այս մարդիկ ասում են, որ 500 միլիոն դոլարի վերադարձ են կատարել, գողոն են վերադարձրել պետական բյուջե։ Գույքեր են վերադարձնում, այն ժամանակ այսպես նախկին, չնայած այդ նախկին թալանչիներն այստեղ էլ հիմա կդառնամ տիտղոսավոր ընդդիմություն 7 տարի ասում են, բա ասում եք թալանել են, բա ուր է, ինչի՞ չեք։ Ուր է, ինչի Ռոբերտ Քոչարյանը բարտարկված չի, Սերժ Սարգսյանը բարտարկված չի։ Ռոբերտ Քոչարյանը բասում եք բանը 4 միլիարդ եմ թալանել, բազում 100 միլիարդ եմ, 100 միլիոն դոլար եմ թալանել ընդամենը։ Ալեն Սիմոնյանն ասում է, ես պատկերացնում եմ Ռոբերտ Քոչարյանին բանտում միայն։ Բան չի բանտում չի։ Հասարակ մարդու բանն եմ, փոխանցումն եմ ձեզ փոխանցում։ Ալեն Սիմոնյանը բանը իրավունք չունի դες բաներ ասել։ Չի կարող այդպեսի բան ասել։ Ինքը որովհետև դատարան չի որ վճիռ կայացնի։ Ինքը կարող օրենքներ ընդունի եւ այդ օրենքում գրի որ հանձնարար ոչ թե հանձնարարով այլ ում անունով Ռոբերտ Քոչարյանը պիտի բանտում հայտնվի, բայց ինքը իրավունք չունի դες հայտարարություններ անի։ Ինչու որպես քաղաքացի իրավունք չունի։ Չէ, հիմա նա վերադառնանք։ Ասենք բան ազգային ժողովի նախագահան քաղաքացի է։ Քաղաքացի է, քաղաքացի։ Հաստատ։ Հատուկ արտոնյալ մեկն է։ Ազգային ժողովի նախագահը։ Ազգային Օրենսդիր մարմնի ղեկավարն է։ Իրավունք չունի այդպես արտահայտություններ անի, որ Ռոբերտ Քոչարյանը ես տեսնում եմ իրան բանտում։ Չի կարող այդպես բաներ ասել։
Չէ, ինքը կարող է դա ասի, բայց հետո իրականում Ռոբերտ Քոչարյանին իրական փաստերի հիման վրա ուղարկի բանտ, բայց ժողովուրդը ըմբոստանում է նրանից։ Իրավապահ համակարգը պիտի անի։ Դե իրավապահ, դե թող դա անի։ Ժողովուրդը, այսպես ասած, ժողովրդի որոշմաց ասում է, բայ եթե ասում եք, բայ ինչի՞ չեք, բայց համենայն դեպս տեսեք, վերադառնամ իմ մտքին։ Ասում են, այսքան գույքեր ենք հետ բերում, $500 միլիոն ենք արդեն վերադարձել ու դրանով մանկապարտեզներ ենք սարքում, չգիտեմ ինչ որ այլ լավ բաներ ենք անում ժողովրդին։ Պարոն Աղազյան, դուք ինչ եք խանգարում մեզ, ինչ եք խանգարում այդ պետականաշեն գործը։ Միգուցե այս մարդիկ այստեղ մի ուրիշ հակասությունն էլ, այ Գուրքայակը կարող է ինչ թանկացնել այդ վերադարձված թալանով, չէ՞։ Մենք ասում ենք, այո, շատ լավ բան հարցերից հազվադեպ մեզ խոսքերը օգտագործում, որ շատ լավ հարցերեցիք։ Մեր կուսակցության ծրագրերի դրույթների մեջ է մտնում, որ ոչ թե մենք եթում ենք, ոչ թե մենք գնալու ենք Ռոբերտ Քոչարյանի կամ Հովիկ Աղազյանի գույքերի հետևից, մենք գնելու ենք կոնկրետ գույքի հետևից։ Մեզ հետաքրքիր չի այս գույքը, հələ որ մենակ Հորքուրի անունով արել, Հորքուրի տող անունով արել, ինչ արել։ Մենք եթալու ենք առաջարկում, որ գնանք կոնկրետ գույքի հետևից։ Եթե մենք կանգնում ենք գույքի դրան մոտ, ասում ենք կանչեք տիրոջը, սեփական տիրոջը, բարձում ենք ով է, բարձում ենք որտեղից իրան այդքան փողեր եւ այդ գույքի հետ կապված ենք մեր հարցերը լուծում։ Այս ձևերով, հեսա մտնում են դատարան, տարիներ տևի, չգիտեմ ինչ լինի։ Այսինքն դու գտնում եք, որ ամենահամես հաշվարկներով, ես այդ հաշվարկները շուտ եմ արել, ամենահամես հաշվարկներով $20 միլիարդ չափ պետությունը փող է կորցրել։ Այսինքն գտնում եք, որ սխալ ճանապարհով են գնացել։ Այո, սխալ ճանապարհով են գնացել։ Իսկ մինչև 2024 թիվը ասում եք դրա մասին, իհարկե։ Բանի Եվ հիմա այդ կետը մեր բանի մեջ է, մեր կուսակցության ծրագրային դրույթների մեջ է, որ ոչ թե մենք գնալու ենք այս կամ այն անհատի բանի հետևից, գույքերի հետևից, այլ մենք գնալու ենք կանգնենք այս հյուրանոցի կողքը, ասենք կանչեք տիրոջը, ժամանակը օրինակ բացատրեմ։ Իհարկե։ Գնում ենք կանգնենք այդ հյուրանոցի մոտ, ասենք մենք կանչեք այս հյուրանոցի տիրոջը։ Ես եմ հանձնարարել, ասենք թե ես վարչապետն եմ, ենթադրենք թե ես հանձնարարում եմ, գնացեք կանչեք այս բանին, տիրոջը կանչեք։ Դուք էլ այդ բաբլի ղեկավարն եք։ Չէ, դերը չեք։ Դուք այդ բաբլի ղեկավարն եք, նա ինչ չեք, կանչեք հյուրանոցի տիրոջը, գալիս է մի հատ 40 տարեկան, 43 տարեկան գեղեցիկ արտաքինով կարճ հագած մի հատ տիկին եւ ասում է, պարոն Ստեփանյան, իմն է այս հյուրանոցը։ Ձեն է հյուրանոցը։ Սիրելի սիրուն տիկին։ Մենք հարկային ուսումնասիրությունները կատարել ենք եւ բարձրացել ենք, որ դուք այս 20 տարվա ընթացքում $20 միլիոն փող եք աշխատել դեր հյուրանոցով։ Ընդ որում հարկերն մուծել եք, շատ շնորհակալություն ենք հայտնում, որովհետեւ դուք հերոսուհի եք, չէ՞ վարչապետ։ Նախկին վարչապետն էր ասում, հիմա Աղազյան Հովիկն չի ասում այդ տերմինները, բայց նախկին վարչապետն ասում էր, որ դուք հերոսուհի եք, որովհետեւ դուք հարկատու եք։ 20 միլիոն եկամուտ եք ստացել այս տարիների ընթացքում, շատ ապրեք, հարկերն մուծել եք։ Մենք մի խնդրանք ունենք։ Այս երկու օրը դուք պետք է գնաք Հ1 Պետրոսի մոտ, հյուր, եւ բացատրեք, թե ոնց է եղել, որ դուք 22 տարեկան աղջնակ սկսել եք եւ ասես հաջող բիզնես եք արել, որ մեր մյուս աղջնակներն էլ ձեր օրինակը վերցնեն եւ բիզնես անեն։ Դա մի խնդրանք։ Պատրաստ եք։ Իհարկե, պարոն Ստեփանյան, պատրաստ եմ։ Հաջորդ հարցը։ Հիմա պետք է ասեք, թե $20 միլիոն, որ դուք աշխատել եք, ուր է։ Որտեղ է։ $1 միլիոնը հանում ենք, որ ասենք ձեր հագուկապին նայելով, $1 միլիոնը հանում ենք, ծախսած եք ձեր արտաքին տեսքի բանի վրա։ $19 միլիոն ուր է, պիտի ցույց տաք։ Եվ մի խնդրանք էլ, որ երբ որ հյուրանոցը որ սարքել եք, ընդ ծախսվել է $15 միլիոն։ Այդ փողերը ձեզ որտեղից։ Այդ հարցերին պատասխանում եք, գնում եք Պետրոսի մոտ, դուք դառնում եք մեր բանը։ Խեղճ ինչ անում, ասում եք գնել եք պարոն Ստեփանյան։ Այս հյուրանոցի իմը չի։ Բա սիրուն տիկին։ Աղազարյան Հովիկին։ Եվ ես 19 միլիոն տվել եմ Աղազարյան Հովիկին։ Ճիշտ եք ասում, ինչ գուշակեցիք, 1 միլիոն են ինձ տվել այս քանի տարիների ընթացքում, 19 միլիոն տվել եմ Աղազարյան Հովիկին։ Վարչապետին։ Այո։ Զանգում ես, ասում եմ, վարչապետի կանչեք ստե Աղազարյան Հովիկին։ Կանչում եմ, ես էլ ապարդապար գալիս եմ։ Պարոն Աղազարյան, այս տիկին ասում է, հյուրանոցը ձերն է։ Ես շարանում, պարոն Ստեփանյան, հավատում եք, ես տիկնոջն եք հավատում, պարոն Աղազյան, ես հյուրանոցը ձերը չի, չէ, տիկին, ես հյուրանոցը ձերը չի, չէ, ուրեմն պետությանն է, պարզ հասարակ սխեմա, ինչ ենք հնգել Հորքուրի տղու անունով, Հորքուրի թորան անունով, եւ այլ 4 միլիարդ հարտարարեցինք եկավ դարավ, չգիտեմ ինչքան դարավ, այդ ճանապարհը անընդունելի է։
Հա իրանք ուղղակի դա արդարացում են, ասում են, որ մենք չենք գնում կուլակաթափ անելու ճանապարհով։ Դե մնացածը նենիմ։ Ես բռնագանձում եմ քո հյուրանոցը, պետական այս հյուրանոցն է, վсё։ Դու գնա դատարաններում բանարա, դա հետ տար։ Այսինքն մեխանիզմը դատարաններով զբաղվեմ։ Մեխանիզմը տվեցիք, հասկացանք։ Պարապեմ դատարանները գնեմ։ Ակնհայտ է, չէ՞ որ։ Պարոն Աղազարյան, եթե այդպիսի բաներ կար, դիմեիք դատարան։ Բայց եթե դիմեիք դատարան հարցերը լուծվել էր, հեղափոխություն չէր ելնի։ Բա որ հեղափոխությունը եղել է, այդ փիսիկությունը որտեղ է, խես փիսիկություն անում։ Նա հյուրանոցը վերցրու վեր։ Ինչի չեն ուզում անել, բա եթե ասում է, ինչի Նիկոլ Փաշինյանը դա չի ուզում անել։ Չեն ուզում անել, որպեսզի վաղը մյուսօր հանկարծակի Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, իրաց թալանածներին չկպնի։ Հա, այսինքն գտնում եք, որ Նիկոլ Փաշինյանն էլ է թալանել։ Չէ, Նիկոլ Փաշինյանը չէ։ Ռոբերտ Քոչարյանի թալանածն է։ Չէ, բանը նյու թալանչերի մասնախոս։ Այսինքն ես ինչ թույլ չեմ տա երբեք համարել, որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն բաների մեջ թաթախված է։ Եվ այդ թիմը ձեզ կոռուպցիայի մեջ կա։ Չնայած գիտեք ինչ կա։ Հիմա ինքը վարչապետ է, իր աչքի առաջ կամ ինչ տեսողությունից դուրս պետական փողերի հսկայական վատնում ա եղել։ Հա։ Հսկայական վատնում ա եղել։ Դեպքերը չնկարագրեմ։ Ինքը տեղյակ չի դրանից, կամ ինքը մաս է կազմում դրան։ Իմ համար տարբերություն կա։ Պետական բյուջետ փողերը թալանված է։ Ինչ տարբերություն։ Եթե տեղյակ ա եղել չի կարծել դեմ առնի, ուրեմն տեղում չի։ Եթե տեղյակ ա եղել մաս է կազմել, մեզ պետք չի։ Երկու դեպքում դառնում մեզ պետք չի։ Ինչ տարբերություն։ Դու այնտեղ այս կոռուպցիայի կանխարգելմանը ապօրինի գույքի բռնագազման մասին օրենքը կանխարգելիչ հսկայական մեծ նշանակություն ունի։ Եվ այդ օրենքը ոչ թե Ռոբերտ Քոչարյանի դեմ էր առաջին հերթին, այլ հենց մեր դեմ էր։ Մեր դեմ, որ մենք չտրվենք գայթակղությանը։ Եվ դա շատ կարևոր էր, բայց այսօր այս բաները տեղի ունենում, որ կներեք, ասեք այդ բաներից դուրս է գալիս, ռամկից դուրս է գալիս։ Աստորեն վերջում էլ ձեզ կխնդրեմ մի 5 կետից ասել, այսպես ասած, եթե դուք լինեիք այսօր իշխանության, ինչ կանեիք առաջնահերթությունները, որ մեր ունկնդիրները ավելի այսպես բարձորոշ ու թիրախային հասկանային։ Աստորեն ես ձեզ վերջին այս կոռուպցիայի հետ կապված, այդ գույքի վերադարձի հետ կապված, ես հասկացա, որ Նիկոլ Փաշինյանին ու նախկիններին դրեցիք նույն հարթության վրա, այսինքն Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ այդ գույքը վերադարձնի, այդ գույքը ձեր ասած ճանապարհով վերադարձնի։ Նիկոլ Փաշինյանը չէ, ընդհանուր համակարգը։ Համակարգը, այսինքն համակարգը Նիկոլ Փաշինյանը չի փոխել։ Նիկոլ Փաշինյանը երբ որ բանա ամբիոնից վիրավորական խոսքերը հնչեցնում բաների հասցեին, երբ որ կոռուպցիայի հետ կապված հարց են տալիս, չէ՞ իրան։ Վերջի անգամ ինքը հունից դուրս եկավ, վիրավորական համբալ չէ, բաներ ասեց։ Այդ համբալ խոսքերը գողված չէր բանի, գաղտնի բան եմ ասում, գողված չէր անդիմադիր գործընկերներին, այդ բարերը իրա բարկություն ուղղված էր թիմակիցներին, որ սրիկաներ, դեր պատճառով այս ոչնչությունները ինձ ես նեղն են գցում, մացա, այդ իրականում այդ է պատճառը, ես իրան չեմ համարում, որ ինքը կոռուպցիայի մեջ կա, բայց այդ իրավիճակը, ես այդ պայմանական եմ ասում, հոտ ես ուղղի մասով չեմ ասում։ Չէ, ձեր ասածից ես հասկացա մի բան, իհարկե Նիկոլ Փաշինյանը դա չի անում, ըստ ձեզ, եթե ճիշտ եմ բանում, որպեսզի միշտ Քոչարյանն ու Սերժը մնան ընդդիմություն, այո, եւ միշտ ինքը հաղթի, չէ՞։ Վերջ։ Բոբոների դեմ պայքարում, շարունակի բոբոների դեմ պայքարը։ Ուրեմն ձեզ դա չեղավ շատ ավելի վատ, քան նույնիսկ նախկինների համակարգը։ Ոնց կարելի ասում։ Նախկինի դե հիմա մենք ենք որոշողը, որպես ընտրողներ, որպես ժողովուրդ, գնահատելով են հանգամանքը, որ ասենք ահագին բան արվել է հեղափոխությունից հետո բոլոր դեպքերում, պետք է անենք, որ այն բաները, որոնք արվել է, որոշ բաներ անդառնալի լինեն, ասենք ընտրությունների թափանցիկությունը, մակրությունը, դա շատ կարևոր է, էլի որոշ բաներ, բայց բաները կա արդեն որ շեղվում ենք, որ ասենք որ դուք ելնեք իշխանություն ինչ կանեք։ Առաջին հերթին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կտանք ընդդիմությանը, ոչ թե բերեք խորհրդարանը քվեարկենք ձերն ախպեր ու ուզբեք նշանակեք։ Հաշվեկնիչ պալատը կտանք ընդդիմությանը։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կտանք ընդդիմությանը։ Այդ մարմինները կտանք ընդդիմությանը։ Թող իրենց աշխատանքով իշխանական շրջանակներում հայտնաբերեն կոռուպցիոն դրսևորումները իրենց քաղաքական շահից ելնելով, որ ժողովրդին ցույց տան, տեսեք ինչ ում եք ընտրել падգամավոր, որ մյուս անգամ իրանց ընտրեն։ Իրավապահ համակարգներ, թող այդ կոռուպցիոն դրսևորումներին տա իրավական ընթաց, որը կոռուպցիոն դրսևորումը դառնա կոռուպցիա, թե չի դառել եւ այլ։ Եթե դու անկեղծորեն ես պայքարում կոռուպցիայի դեմ, իրական ճանապարհը դա է։ Հակառակ դեպքում դու այդ մարմինները պահում ես, որպեսզի գործիքակազմ
Աղազարյան Հովիկը շատ է խոսում, կոռուպցիոները շատ է խոսում, իրան շարքից հանենք։ Մանուկ Ստեփանյանը էլի կոռուպցիոներ է, բայց իրան հարմարապահում թող հալավոր Այ Արծվիկ Մինասյանի խոսքեր, տեսեք իրենց էլ երբեք չմեղադրելու մի բան ասեմ, որ կարծեմ Ռուբինյանն էր վերջերս ինչ որ այդ հարցը ասեց բարում բանը Արծվիկ Մինասյան, ուրեմն ընդունում եք, չէ՞ որ թալան եղել է, իհարկե, այսինքն եթե եղել է, իրանք էլ են նախկինները ընդունում, չէ՞, նու դաշնակցությունը եւ այլն, որոնք եղել են նախկին թիմում եւ այլն, այդ մարդիկ իրանք էլ են ընդունում, հիմա իրանք էլ բոբո չդարձնենք, բայց եթե ոչ մի բան չի բացահայտվում, ուրեմն մենք իրավունք չունենք, պարզապես երևի թե բարոյականությունը արդեն թույլ չտա, սրա նրան ուղղակի մերկապարանոց անվանել թալանչիներ ու ազգային ժողովում էլ անել այն ինչ։ Այո, մերկապարանոց պետք չի հայտարարել, պետք է սա ամեն ինչ արվի օրենքի բանով, օրենքի շրջանակներում, բայց օրենքները պետք է լինեն կոշտ։ Այսինքն ես օրինակ այդ տարբերակին թալանը հետ բերելու ես դա տունտունիկ է։ Մեր ընկերներից մեկն էլ էր ասում դեռևս 2019-ին իր հարցազրույցից ասում է, «Էս Քոչարյան թալան չլեն ժամանակ էր սկսեն, չէ՞։ Լավ, եթե այդ մարդուն չեք բերելու դաշտ, իրականում այդ բացահայտումները չեք անելու, այդ հետևողական իրավական բացահայտումները չեք անելու։ Ինչ եք այդ մարդուն անդադ անվանում թալանչի, գող, ավազակ, սրիկա, կոռուպցիոնիստ եւ այլն եւ ուղարկում բանտ, բերանով, խոսքով։ Պարոն Աղազյան, շնորհակալություն, կարծում եմ այս զրույցը բավականին հետաքրքիր ձեր կողմից, ձեր տեսակետների շարադրումով բավականին այսպես ավելի բան ստացվեց, աշխույժ ստացվեց, դինամիկ ստացվեց, հետագայում կփորձենք նաև էլի հանդիպել եւ էլի որոշ իրողությունների շնորհակալություն։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր զրուցակիցներ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանը։ Սիրելի բարեկամներ, ես դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդամենը եթե դժվար չի սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ մեզանից սպասել նոր եւ հետաքրքիր հաղորդումներ ձեզ համար։ Շնորհակալություն, լավ եղեք։